Մեկ օր առանց ծխախոտի և մեկ օր առանց ծխախոտի ծխի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձում է օրվա կարգախոսը դարձնել ապրելակերպ, որովհետև այս ոլորտում արված կանխատեսումները մեղմ ասած սթափության կոչ են անում։ Կազմակերպության տվյալների համաձայն 2020 թվականից ամեն տարի ծխելու հետևանքով կմահանա 10 միլիոն մարդ, իսկ 2030 թվականից ծխախոտը կդառնա վաղաժամ մահվան հիմնական պատճառը։ Չնայած այս ամենին, ծխողների թիվը ոչ թե պակասում, այլ ավելանում է, հատկապես կանանց, երիտասարդների և անչափահասների շրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ ծխախոտի դեմ պայքարին նվիրված միջոցառումներին ու նախաձեռնություններին զուգահեռ աճում է նաև ավելի վաղ տարիքից ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը։ Ես ինքս ծխող եմ, չծխողները բոլորովին չգիտեն ծխելու վնասների մասին, որտեղ իրանց հետաքրքիր չի։ Ծխող մարդը թերթում կամ որևէ տեղ երբ կարդում է ծխելու վնասների մասին, կլանված կարդում է, որտեղ իրան է վերաբերվում։ Չծխող են, դա բոլորովին հետաքրքիր չի։ Ես ծխող եմ եւ դրա վատ կողմերը զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Ծխախոտի վնասակարության և ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների մասին բոլորը գիտեն, և ցանկացած մարդ ինքն է որոշում ծխել, թե չծխել, սակայն հակածխախոտային միջոցառումներ կազմակերպել չեն ցանկանում նույնիսկ երիտասարդները։ Տուփերի վրա էլ գրած է ծխելը վնասակար է առողջությանը, բայց ժողովուրդը շարունակում է ծխել, գիտենալով հանդերձ, որ դա վնասակար է։ Տղաները պետք է հասկանան, որ չի կարելի ծխել, մենք չենք կարող։ Ուղղակի մենք կարող ենք ասել, որ դա վնասակար է ամեն քայլափոխին։ Ամենտեղ էլ ասում եմ, բայց թե իրենք են որոշում ծխեն, թե չծխեն։ Ամենտեղ իրենք էլ գիտեն, որ ծխելը վնասակար է, բայց մեկ-մեկ դժգոհություններ արտահայտում եմ, որ խեղճվում եմ ծխից։ Հոգեբանները պնդում են, որ ծխելուն հակված են կամազուրկները, վախկոտները, նյարդայինները, այսինքն նրանք, ովքեր շրջապատի մարդկանց ռեակցիաները, անձնական դժվարություններն ու անհաջողությունները բուռն են ապրում, սակայն մեր քաղաքացիները պնդում են, որ ծխելը վատ սովորություն է, որին վերջ տալը իրենց մոտ ոչ մի կերպ չի ստացվում։ Ծխում եմ, չեմ կարող, ցագել չեմ կարող։ Մտածելը մի բան է, կամ կյուժ է, պետք է բանես, թոնաս, կամ կյուժ պետք ունենաս, կամ կյուժ ունեցար կթոնաս, չունեցար ուրիշ թոնաս։ Վատ սովորույթ է, որը մարդը գիտակցելով չի կարող այդ պահանջից հրաժարվել։ Ես կպրոպագանդեի, որպեսզի չսկսեին ծխել երիտասարդությունը։ Եթե որտեղ 1, 2, 3 դա դառնա սովորություն, հետո ամբողջ կյանքի ընթացքում մարդը ինքը իրեն նկատմամբ մեղավոր է ճանաչում, որ անփույթ է վարվել իրեն օրգանիզմի նկատմամբ։ Այն մասին, որ այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, մեր քաղաքացիներից շատ քչերը գիտեին, իմանալուց հետո էլ չփորձեցին գոնե մեկ օր ապրել առանց ծխախոտի։